Մարտի 28-ին ժամը 12:50-ի սահմաններում 7.7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Մյանմայի Սագայինգ շրջանում, որի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի Մանդալայի մոտակայքում։ Այն զգալի վնաս է հասցրել Մյանմային և հարևան Թայլանդին։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2600 մարդ Մյանմայում և 18 մարդ Թայլանդում, վիրավորվել է ավելի քան 3400 մարդ։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանն արձագանքել էր այս բնական աղետին, հրապարակելով դեռ ամիսներ առաջ Թայլանդում արված իր լուսանկարները։ Հրապարակմանը կիցն գրել էր. «Մի խոսքով, սա աշխարհում իմ ամենասիրելի անկյուններից մեկն է, սիրտս ճմլվում է երկրաշարժի նյութերը նայելուց»։ Նշենք, որ Իննա Խոջամիրյանը բավականին հաճախ է ճամփորդում ու այդ կադրերով ու գրառումներով կիսվում հետևորդների հետ։ Նրա վերջին հրապարակումներից մի քանիսը ևս այդպիսին էին։ Թեև դերասանուհին պատահական է հայտնվել շոու բիզնեսյան աշխարհում, այնուամենայնիվ հետագայում նրա անձնական կյանքի որոշ մանրամասներ իսկական աղմուկ բարձրացրին նրա անվան շուրջ ու քննադատությունների ու մի շարք քննարկումների տեղիք դարձան։ Իննան բավականին հաճախ է նշում, որ չի խոսում սիրել անձնականի մասին, սակայն նրա սադրող հրապարակումները խոսում են դերասանուհու փոխարեն։ Էլենի օրագիրը հեռուստասերիալից հետո Իննա Խոջամիրյանը անմիջապես մասսայական հայտնիություն ձեռք բերեց, սակայն նշել էր, որ ինքը երբևէ չի ձգտել նրան։ Հայտնիությունն ինքնանպատակ չի եղել, վերջերս հաճախ լինում են պահեր, երբ նույնիսկ նեղվում եմ դրանից։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ նախագիծը նման մեծ լսարան կզբաղեցնի։ Դա ինձ տրամադրում է ավելի լավ աշխատել, որքան մեծ է լսարանը, այնքան ավելի պահանջկոտ է։ Պետք է ավելի գրագետ ու լավ մատուցես ամեն բան, այլ տարբերակ չունես, փոքր լսարանն էլ է պահանջկոտ ամեն դեպքում, որքան մեծանում է լսարանը, այնքան մեծանում է պատասխանատվությունը։ Էլենի օրագիրը հեռուստասերիալում Իննան 22 տարեկան հասակում խաղում էր 17 տարեկան աղջկա կերպար և հարցին անդրադառնալով նշել էր, որ դա իր մոտ բավականին հեշտ է ստացվել։ Մի հեշտ կետ կա, դու արդեն ապրել ես այդ տարիքը, կարող ես քեզանից ինչ-որ հատկանիշներ փոփոխել և դնել կերպարի մեջ։ Շատ ավելի դժվար կլիներ, եթե խաղայի 30-35 տարեկան կնոջ, որովհետև որքան էլ պատկերացնեմ հոգեվիճակը, ներկայացնել չեմ կարող։ Իսկ հիմա որ մեկս 16 տարեկան չենք եղել և ինչեր չենք արել։ Ես ի սկզբանե վստահ էի, որ Էլենն ուրիշ կլինի, իսկ ես առօրյայում ուրիշ։ Մտածում էի Էլենը կլինի տափակ կոշիկներով, սպորտային հագուստով, երկու պոչիկներով, արագ-արագ քայլող աղջիկ, իսկ ես հասարակության մեջ կլինեմ որպես Իննա դասական կերպարով, այլ սանրվածքով, այլ կեցվածքով։ Ցավոք ինձ միայն թվում էր, որովհետև աշխատանքային գրաֆիկս շատ խիստ է։ Եթե նույնիսկ հասցնում եմ աշխատանքից դուրս ինչ-որ բան անել, ժամանակ չեմ ունենում փոխվել ու վերադառնալ սոլիդ Իննային։ Հիմա ես էլ եմ հյուսիկներով, պոչիկներով, մարզակոշիկներով, արագ-արագ քայլելով ինչ-որ տեղ գնում և ինձ բռնացնում, որ տարրալուծվել եմ Էլենի մեջ։ Մարդիկ քեզ տեսնում են կողքից ու տպավորություն է, թե դու այդպես էլ ապրում ես իրականում։ Դա ամենամեծ բարդությունն է, մենք ակամա ապացուցում ենք, որ այն ենք, ինչ ներկայանում ենք կերպարով։ Երբ չունես մասնագիտական կրթություն, միանշանակ թերանում ես այդ հարցում։ Կան մանրուքներ, որոնք շատ կարևոր կարող են լինել մասնագիտության մեջ։ Փորձում եմ կարդալ, պրպտել, սովորել, աշխատել ինքս ինձ համար, սակայն չեմ բացառում, որ պրոֆեսիոնալ աչքով շատ թերություններ կարող են լինել։ Չեմ կարող հստակ ասել, որ դարձա դերասանուհի, որովհետև սերիալներում խաղալով և եթերում լինելով դեռևս չի կարելի լիարժեք համարել, որ դերասանուհի ես։ Ամեն դեպքում ես ամեն ջանք ներդնում եմ և աշխատում, որպեսզի աճ ունենամ։ Մի պահ մտածում էի դերասանական կրթություն ստանալու մասին, սակայն անիմաստ համարեցի հոգեբանի մասնագիտական բազայի հիման վրա թատերականում ուղղակի մագիստրատուրա ընդունվել։ Եթե մի օր որոշեմ սովորել, կսկսեմ զրոյից, առաջին կուրսից։ Միաժամանակ համաշխարհային պրակտիկայում կան պատմական դեմքեր, որոնք չեն ունեցել դերասանական կրթություն։ Շատերն են ասում, որ կարող ես ունենալ մասնագիտական կրթություն, սակայն չկարողանաս կերտել տարբեր կերպարներ։ Կարող ես և չլինել դերասան, սակայն կստացվի։ Հնարավոր է ինձ օգնում է իմ մասնագիտությունը, հոգեբանությունը, չէ՞ որ ամեն կերպարի կարող եմ մոտենալ մասնագիտական տեսանկյունից։
Մի քիչ կլինիկական դաշտ եմ տանում, սակայն այդպես ավելի հեշտ է ստացվում կերպարներն իրարից զատել։ Իմ ուսման 6 տարիների ընթացքում շատ մանրամասն ուսումնասիրել ենք մարդկանց տեսակները, ինչը շատ է օգնում։ Իհարկե, եթե ԻԲՆ շնորհք չկա, չի ստացվի։ Չեմ ուզում շեշտադրել, թե ես ԻԲՆ տաղանդավոր եմ, բայց երևի ինչ-որ բան կա, եթե ստացվում է։ Առաջին հայացքից բավականին տարօրինակ է, որ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին դարձավ դերասանուհի և այժմ հեռուստասերիալների ամենապահանջված դեմքերից մեկն է։ Թեմային անդրադառնալով Իննան նշել էր, որ կյանքի իր այդ փուլը եղել է շատ պատահական։ Չգիտեմ ինչ կատարվեց, որ ինձ հրավիրեցին, սակայն անցյալից ստվերներ հեռուստանախագծի ադմինիստրատոր Էմիլիա Գրիգորյանը Facebook-ով ինձ գրել էր «Քասթինգ ունեն, եթե ինձ հետաքրքիր է, ներկայանամ Շանթ հեռուստաընկերություն»։ Հաջորդ օրը ներկայացա, մի շաբաթ անց նորից կանչեցին, մի քանի օր անց արդեն հրավիրեցին պայմանագիր ստորագրելու։ Երբ անսպասելի մի տեղից հայտնվում ես այլ տեղում, հայկական տարբերակի համաձայն կարծում են ծանոթ բարեկամն է օգնել կամ լավ մեջք ունես։ Ինձ համար լավ մեջք հայրս է, սակայն նա ներդրում չի ունեցել Շանթում աշխատանքի անցնելուց գործում, որևէ ծանոթ չունեի։ Առաջին խոշոր ծանոթս Շանթում մեր ռեժիսոր Մհեր Խաչատրյանն էր, սակայն նրա հետ մտերմացա աշխատանքի անցնելուցս 3-4 ամիս անց։ Ռիսկի գնալու մտավախությունը մեծապես պայմանավորված էր տարիքով։ Կա տարիք, երբ չես հասկանում անելիքներիդ հետևանքը, կամ մի տարիք, երբ չես հասկանում սխալ ես անում, թե ճիշտ։ Շանթում հայտնվեցի անցումային տարիքում, 18 տարեկան էի։ Ռիսկի գործոնը որոշ չափով հասկանում էի, սակայն չեմ կարող վստահ ասել, որ լիարժեք գիտակցում էի հետևանքները։ Վրիպումներ եղել են և դերասանական առումով, և աշխատանքային։ Շատ շնորհակալ եմ այն բացառիկ մարդկանց, ովքեր հիմա իմ ընկերներն են, որ ամեն կերպ փորձել են ինձ օգնել, աջակցել ու սովորեցնել։ Իննայի ընտանիքում դերասաններ ու արվեստագետներ չեն եղել, սակայն դերասանուհին նշել էր, որ իր տաղանդի մեջ գուցե կա ժառանգական պայմանավորվածությունը։ Արվեստագետներ չունենք, դերասաններ առավել ևս, ընտանիքիս անդամների ու հարազատներիս մեծ մասը խորացած են ճշգրիտ գիտությունների մեջ։ Միգուցե ժառանգական պայմանավորվածությունը կա, սակայն դա ուսումնասիրել չեմ կարող, չգիտեմ։ Փոքր տարիքում, երբ տանը մենակ էի լինում, հաճախ թատերականացված մոնոլոգներ էի ունենում, տարբեր աղջիկների էի մարմնավորում։ Միգուցե պատճառը պարապուրդի մատնվելն էր, կամ այդպիսով փորձում էի խուսափել դաշնամուր նվագելուց, դժվար է ասել։ Իհարկե, դաստիարակությունը շատ մեծ նշանակություն ունի, կարևոր է ինչ միջավայրում ես մեծանում, մշակութային ինչպիսի դաստիարակություն ես ստանում։ Ծնողներս փորձել են ինձ ամեն կերպ մոտեցնել արվեստի ճյուղերին, դաշնամուրի, պարի, նկարչության եմ գնացել, բայց այդպես էլ ամեն ինչ կիսատ եմ թողել։ Փոքր տարիքում մեզ թվում է դա ստիպողաբար ենք անում, մեծանում ես ու հասկանում, որ կարելի էր ավելի լավ նվագել, ավելի լավ նկարել, առհասարակ ամեն ինչ ավելի լավ անելու կստացվեր։ Իմ ընտանեկան մթնոլորտում արվեստի շունչը եղել է, չես կարող մեծանալ ու մի օր որոշել, որ դու Դալի կամ Պիկասո ես սիրում, կամ որոշես, որ պիտի Ազնավուր լսես։